Տորիչելլի փորձ մթնոլորտային ճնշման նպատակով 17-րդ դարում իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Էվանգելիստա Տորիչելլիի կողմից իրականացված փորձ։ Փորձի հիմքում պատմության մեջ առաջին անգամ ստեղծված պարզագույն սնդիկային ճշաչափն է։ Մշակել է մթնոլորտային ճշմարտությունը, ապահովել այսպես կոչված Տորիչելլյան դատարկության ստացման հնարավորությունը։ Ստեղծել է սնդիկային բարոմետրեր, ազատ ընկնող և նետված ծանր մարմինների շարժման մասին աշխատության մեջ, զարգացրել Գալիլեի գաղափարները շարժման վերաբերյալ, ձևակերպել ծանրության կենտրոնների շարժման սկզբունքը, շարել հիդրավլիկային հիմունքները, արտացոլել անոթից իդեալական հեղուկի արտահոսման արագության բանաձևը, ունի նաև մաթեմատիկային, զարգացրել է անբաժանելիների բալիստիկային օպտիկական սարքերի կատարելագործմանը, օսմիումների հղկմանը վերաբերող աշխատանքներ։ 1627 թվականին Տորիչելլին տեղափոխվել է Հռոմ, մաթեմատիկական կրթությունը ստացել է Հռոմում, Գալիլեի աշակերտ Կարիստելիի ղեկավարությամբ։ 1641 թվականին տեղափոխվել է Արչերթրի, ուր օգնել է Գալիլեյին մշակելու իր աշխատությունները։ 1642 թվականից Գալիլեյի մահից հետո եղել է Տոսկանայի մեծ դպրոցի պալատական մաթեմատիկոսը և միաժամանակ Ֆլորենցիայի համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր։ Առավել հայտնի են պնևմատիկայի և մեխանիկայի բնագավառներում կատարած աշխատանքները։ Տորիչելլին եղել է գիտնական։ Նա ապահովել է մթնոլորտային ճնշումը հետևյալ կերպով. վերցրել է մոտ 1 մետր երկարությամբ և մի ծայրը փակ ապակե խողովակ և լիքը լցրել սնդիկով։ Մատով փակելով խողովակի բաց ծայրը, այն շրջել է, իջեցրել սնդիկով լցված անոթի մեջ և մատը հեռացրել։ Նա տեսել է, որ սնդիկի մի մասը լցվել է անոթի մեջ և վերևը առաջացել է տորիչելյան դատարկություն։ Սնդիկը բարձրացել էր մինչև 76 սանտիմետր։ Այդպես նա ապացուցեց, որ մթնոլորտը ունի ճնշում։ Էվանգելիստա Տորիչելլին ծնվել է 1642 թվականին Հռոմում։ Նա եղել է մաթեմատիկոս և միաժամանակ Ֆլորենցիայի համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր։ Երբ ստեղծվում է շատ ցածր ճնշում օդից կամ այլ գազերից ազատ տարածք, մոտավորապես դատարկություն։ Դա առաջին անգամ հայտնաբերել է Էվանգելիստա Տորիչելլին 1643 թվականին, օգտագործելով ջրասյուն ցույց է տվել, որ օդը ունի ճնշում, որը կարող է ճնշել հեղուկը։ Այս դատարկությունը ստեղծվում է, երբ ջրի կամ այլ հեղուկների սյունը կանգնեցնում են խողովակի մեջ, և վերևում օդը գրեթե բացակայում է, ստեղծելով դատարկ տարածք։